Ողջույն սիրելի սովորողներ, այսօր մենք կսովորենք quiz.com-ով պատրաստել ուսումնական խաղեր կամ վիկտորինաներ։ Դրա համար նախ եւ առաջ պետք է գրանցվել։ Եթե ունեք Google Archive, մուտք եք գործել Google Archive, այսպեսով ունեք էլեկտրոնային հասցե Gmail-ում, ապա սեղմում եք «Продолжить с Google», իսկ եթե գրանցված եք Microsoft-ում, Outlook-ում, ունեք էլեկտրոնային հասցե, ապա սեղմում եք «Продолжить с Microsoft»։ Եվ այսպես գրանցվում եք։ Առաջին քայլը դա գրանցումն է։ Տեսեք, եթե սեղմում ենք «Продолжить Microsoft», այստեղ միանգամից բերում է ձեր Microsoft-ում գրանցված հասցեն, օրինակ իմը G-Bakunts Շնիկ MSK HKTM-ն է, ընդունում եմ և քիչ-քիչ գրանցվում եմ։ Այստեղ նշում եք դպրոց, բիզնես, ընտրենք դպրոցը, Учитель, ученик, եթե սովորող եք, ученикն եք ընտրում, եթե ուսուցիչ եք, учитель։ Սեղմում ենք ученик, ուրեմն այստեղ նշում ենք ամիսը, օրը, տարեթիվը, ապրիլ, օրը ենթադրենք 3, տարին էլ թող լինի ենթադրենք 2010, սեղմում ենք update, այստեղ ընտրում ենք օրինակ 4-րդ, շարունակում ենք, գրանցվեցինք, հիմա մենք ուզում ենք կազմենք թեստ, սեղմում ենք создать тест, վիկտորինայի անվանումն ենք գրում առաջին տեղում, ենթադրենք մտածենք միասին, խաղի անունը, ընտրում ենք տեսակը, այսինքն մեր խաղը, որ մասնագիտության է վերաբերում, որ առարկային է վերաբերում, մաթեմատիկա, եթե մենք խաղում ներառում ենք նաև աշխարհագրության հարցեր, ապա այստեղ նշում ենք դրա մասին, ֆիզիկայի մասին հարցեր, անգլերեն հարցեր եւ այլն։ Այստեղ օրինակ իմ խաղը մաթեմատիկական է։ Следующий շարունակում ենք։ Հաջորդը։ Հիմա ընտրում ենք մի հարց կազմենք միասին, որն է ամենափոքր զույգ թիվը։ Ուրեմն այստեղ ընտրում ենք մեկ ճիշտ պատասխան եւ 3 սխալ պատասխան։ Օրինակ ենթադրենք այստեղ գրում եմ օրինակ 1, այստեղ գրում եմ 2, այստեղ գրում եմ 3, այստեղ էլ գրում եմ 4։ Ընտրում եմ այստեղ ճիշտ պատասխանը։ Եթե սլակի վրա նշեմ, ճիշտ նշանի վրա նշեմ, ապա ես արդեն ճիշտ պատասխանը ընտրեցի։ Այստեղ կարող եմ ավելացնել նկարներ, այստեղ կարող եմ ներբեռնել նկարներ, նաև իմ հարցը կարող է պարունակել նկարներ, տեսեք, եթե սեղմում եմ, կարողանում եմ հարցից վրա նկար ավելացնել։ Օրինակ ենթադրենք իմ նկարը դնում ավելացնում եմ։ Սեղմում եմ գոտովը, իմ հարցը մնում է պատկերում, պատկերը լինում է, այսինքն նկարով հարցը լինում, այստեղ սեղմում եմ X-ի վրա, նկարը ջնջում եմ, տեսնում եք, որ կան տեքստի սիմվոլը, այստեղ բանաձևերը, եթե ցանկանում եմ հաջորդ հարցին անցնել, սեղմում եմ սպասի և կարող եմ նաև ժամանակ որոշել, օրինակ 2 րոպեանոց հարց է ենթադրենք, կարող եմ ընտրել
10 վայրկյանանոց հարց 5 վայրկյան։ Մինչև 15 րոպե կարող եմ հարցին տրամադրել, այսինքն հարցը տվեց 15 րոպե մտածելու հնարավորություն է տալիս։ Դուք եք որոշում այդ հարցին պատասխանելու համար ամենաշատը որքան ժամանակ տրամադրեք։ Հաջորդ հարցին անցնելու համար սեղմում եմ սպասի։ Ու անցնում եմ հաջորդ հարցը։ Հիմա հաջորդ հարցը եւ կարող եմ այստեղ խմբագրել։ Եթե սեղմում եմ redactировать, ինքը թույլ է տալիս ես իմ հարցը խմբագրեմ։ Կարող եմ հարցս ջնջել, կարող եմ հարցս խմբագրել։ Հաջորդը նորից սեղմում եմ Большой Выбор։ Երկրորդ հարցը գրենք այսպես. Աստղանիշի փոխարեն ինչ թիվ պետք է գրել, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն։ Ուրեմն աստղանիշի փոխարեն ինչ թիվ պետք է հարցականով գրել, որպեսզի ստացվի ճիշտ անհավասարություն։ Այստեղ գրում եմ իմ հարցը, ենթադրենք 2 աստղանիշ 6 փոքր է 265-ից։ Հիմա եւ տալիս եմ ընտրելու հնարավորություն 1, 9, 7 եւ 8։ Բնականաբար ճիշտ պատասխանը 1-ն է, դրա համար 1-ի կողքի նշանը ակտիվացնում եմ, այսինքն այս բջիջկայի նշանի վրա սեղմում եմ եւ ընտրում ճիշտ պատասխանը։ Կրկին կարող եմ եւ նկար ավելացնել եւ կարող եմ բանաձևեր ավելացնել, տեսնում եք, այդ բոլոր հնարավորությունները ունեմ։ Եվ ինքս տեքստը հավաքեմ։ Եվ կրկին վայրկյան ընտրում ենք, քանի որ սա հեշտ հարց է, կարող ենք մի քիչ ժամանակը քչացնել, 20 վայրկյան տանք եւ սեղմենք սպասի։ Ահա այս տարբերակով մի հարց էլ կազմենք եւ փորձարկենք։ Հաջորդ հարցը, օրինակ, որն է ամենափոքր բնական թիվը։ Դրա համար ընտրում ենք մի ճիշտ պատասխան եւ 3 սխալ պատասխան։ 1-ի վրա, 1-ի կողքի այդ բջիջկայի նշանը ակտիվացնում ենք։ Կրկին կարող ենք նկար ավելացնել, բանաձևեր ավելացնել, դուք տեսեք ինչպես ենք բանաձև ավելացնում, ինչպես նկար։ Եվ սեղմում ենք վայրկյան ընտրում ենք ավելի քիչ ժամանակ, թող լինի 10 վայրկյան եւ սեղմում ենք սպասի։ Այստեղ եթե նկատում եք, եւս կարող եք ավելացնել նկար։ Մի հատ կամայական նկար ավելացնենք։ Ենթադրենք այս նկարը ավելացրեցի։ Ընտրում ենք լեզուն, լեզուն բնականաբար, քանի որ հայկական խաղ է, ընտրում ենք հայերեն։ Հայերեն։ Ընտրում ենք որ տարիքային խմբի համարն է, օրինակ 1-ից, առաջինից 5-րդ դասարանի խաղը ենթադրենք։ Եվ այստեղ ընտրում ենք բոլորը տեսնեն, այստեղ ավելացնում ենք սահրանից։ Դուք խաղը ունեք։ Տեսեք խաղը արդեն ձեզ մոտ ստացվեց։ Եթե ցանկանում եք եւս ավելացնեք, նովый вопрос եք տալիս կամ այստեղ նորից առաջին տարբերակ եք ընտրում։ Մեծ ընտրության եղանակ։ Եվ եթե ես ցանկանում եմ շարունակել, սեղմում եմ Publiковать։ Այստեղ տալիս ենք կոպիռովать ссылку։
Հիմա մենք արդեն խաղը ունենք։ Հիմա պրակտիկա, եթե սեղմեմ, ես կտեսնեմ իմ խաղը։ Եթե там редактировать, կարող եմ խմբագրել, поделиться կարող եմ կիսվել։ Հիմա պրակտիկան տանք, որպեսզի հասկանանք ինչ տեսք ունի իմ խաղը։ Եթե սեղմեմ начните, տեսնենք ինչ տեսք ունեցավ մեր կազմից։ Տալիս է տոկոսը։ Խաչենք անում, տեսեք։ Եթե սեղմում ենք ձեյցնես, ինքը տալիս է մեր կազմած խաղը։ Այստեղ լինքը ընտրում ենք, տեղադրում ենք մեր բլոգում։ Տեսեք, սեղմում եմ ու թույլ է տալիս խաղը խաղալ։